Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ ջան, սիրելիներս, մաղթում եմ ձեզ խաղաղ, ուրախ, օրհնյալ կիրակի, վայելեք ձեր հանգստյան օրը կիրակին և թող Աստծու օրհնությունը անպակաս լինի ձեր օջախներից, սիրելիներս, դուրս եկա, շատ ցուրտ է մեզ մոտ, մինուս 29 աստիճան ցուրտ, տեսարանը գեղեցիկ ցույց տվեցի, իսկ հիմա գնանք ներս։ Դրսից ներս եկա, Մարինես և փոքր թոռս երգում են YouTube-ի կանոններին համաձայն, ձայնը անջատել եմ երաժշտության, սիրելի բարեկամներ, իսկ հիմա լսենք, վերջացնենք մենք, հետո ես կանցնեմ խոհանոց, տեսնեմ այսօր ինչ եմ ուզում պատրաստել, մի համեղություն պատրաստեմ, թոռներս ինձ այսօր հյուր են եկել, ավելի ճիշտ երեկվանից մեր տանն են, վաղը երեկոյան նոր կգնան։ Սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք ընտանիքիս սիրելի համեղ ճաշերից մեկը, համով հոտով, տավարի մսով, շարովի խաշլամա, սառցախցիկից հանել եմ յուղոտ և մի քիչ էլ ոսկորոտ միս, դնեմ ծորակի տակ, թող ջուրը հոսի և համ միսը կհալվի, կլվանամ, կդնեմ, թեթև կխաշվի։ Սիրելիներս, շարովի խաշլամայի համար հիմա պետք է մաքրեմ կարտոֆիլ և սոխ, արդեն միսը լավ բացվեց, լվացի, դրել եմ գազօջախին եփվելու, մինչև միսը եփվի, ես էլ կմաքրեմ սոխն ու կարտոֆիլը։ Կարտոֆիլը լավ կլվանամ, նոր կսկսեմ կեղևներից մաքրել։ Սիրելի հետևորդներ ջան, այսօրվա ճաշատեսակը պատրաստում եմ իմ շատ սիրելի Սուսաննայի ցանկությամբ։ Սուսաննաս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սուսաննա ջան, սիրով ջերմորեն պատրաստում եմ մեզ համար, սիրով ջերմորեն ցույց եմ տալիս քեզ համար և մնացած իմ սիրելի հետևորդների համար, իմ լավ բարեկամներ, բոլորիդ էլ շատ սիրում եմ, բոլորիդ գրկում և համբուրում եմ, գիտեմ, որ դուք էլ ինձ եք շատ սիրում, որի համար անչափ, անսահման շնորհակալ եմ, որովհետև դուք շատ բարի եք, շատ ջերմ եք և սեր եք տարածում ձեր շուրջ բոլորը, Աստված օրհնի ձեզ, իսկ հիմա կեղևից կմաքրեմ կարտոֆիլը, մինչև որ միսը պատրաստ լինի։ Սիրելիներս, լուսահոգի հայրիկս էլ էր շատ սիրում այդ շարովի խաշլաման, մանավանդ, որ մայրիկս պատրաստում էր թարմը գառան մսով և թարմը նոր դուրս եկած կարտոֆիլով, ավելի համեղ էր լինում, մինչև հիմա այդ համը մնացել է իմ հիշողությունների մեջ, քիմքումս այդ համը զգում եմ, իմ լավ բարեկամներ, այսօր էլ ես եմ որոշել այդպիսի մի համեղ, անուշ շարովի խաշլամա պատրաստել, ընտանիքիս անդամներն էլ են շատ սիրում։ Շատ լավ կարտոֆիլ է, դեղին, շատ փչացած չկա մեջը, անցքեր չկա, եթե կարտոֆիլը դեղին է, շատ համեղ է դեղին կարտոֆիլը, նաև համեղ է կարմիր կարտոֆիլը, կարմիրն ու դեղինը հալիմով են, տրորվում են ճաշի մեջ, ավելի խիտ է ստացվում ճաշը և ավելի համեղ է լինում, ինձ մոտ դեղինն է, լրիվ դեղին կարտոֆիլ է։
Այնքան սիրում եմ հոսող ջրի տակ աշխատել, կարտոֆիլ մաքրել, բանջարեղեն լվանալ, կանաչի լվանալ, ամեն տեսակի գործ հոսող ջրի տակ սիրում եմ, մանավանդ հողամասում, որ ծորակ ունենք, այդ ծորակի տակ էլ եմ շատ սիրում ամեն գործ անել ամռանը, սիրելիներս, իմ լավ բարեկամներ, ովքեր որ չեն բաժանորդագրվել, սիրելիներս, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեր դրեք, տարածեք իմ ալիքը, ես էլ խոստանում եմ, որ ավելի համեղ հոլովակներ կտեղադրեմ էջումս ձեզ համար, սիրելիներս, մաքրեմ կարտոֆիլը, վերջացնեմ, նոր կսկսեմ արդեն սոխը մաքրել։ Կարտոֆիլը մաքրեցի, վերջացրեցի, հիմա մաքրում եմ սոխը, ինձ մոտ 4 միջին չափսի սոխ է։ Արդեն գնում ենք սոխը, որովհետև մեր սոխը մեզ բավարարեց մինչև դեկտեմբերի վերջը, սիրելի հետևորդներ ջան, կարմիրը ավելի շուտ վերջացավ, որովհետև աղցանի մեջ հենց այնպես քացախով ամուսինս շատ է սիրում, որ պատրաստում եմ, մի օր կպատրաստեմ ձեզ համար, ցույց կտամ, սիրելիներ, թե ինչպես եմ կարմիր սոխը պատրաստում քացախով, շաքարավազով և ջրով։ Վերջ, սոխն է լվացի, մաքրեցի, վերջացրեցի։ Վերցրել եմ խաշլամայի համար նաև 2 միջին չափսի բուլղարական կարմիր պղպեղ, 2 կարմիր լոլիկ։ Հիմա պղպեղներն ու լոլիկները կլվանամ։ Սիրելիներս, շուտով կսկսեմ արդեն պղպեղի սերմերը և ծաղիկներ կան, որ պետք է ցանեմ փետրվար ամսին։ Փետրվարի 20-ից արդեն կսկսեմ կծու, քաղցր, դեղին, կոտոր պղպեղները ցանել։ Հետևեք էջիս բոլոր մանրամասներով, գաղտնիքներով, թե ինչպես եմ ցանում, ոնց եմ ջրում, տեղը տեղին բացատրելու եմ, սիրելիներս, ովքեր ցանում են, զբաղվում են հողագործությամբ, կտեսնեք, թե ես ինչպես եմ ցանում, իմ լավ բարեկամներ։ Հիմա լոլիկն ու պղպեղն էլ կլվանամ, նոր կանցնենք արդեն խաշլամայի պատրաստման եղանակին։ Իսկ լոլիկների սերմը և սմբուկի սերմը կցանեմ արդեն մարտի կեսերից հետո, դա էլ ցույց կտամ, իմ լավ բարեկամներ, թե երբ եմ ցանում, ոնց եմ ցանում։ Սիրելիներս, միսն էլ արդեն կիսախաշ եմ արել, որովհետև միսը շատ ուշ եփվող էր, մեկ անգամ եփել եմ, շատ երկար եփվում է այս միսը։ Աղ եմ լցրել մեջը, հիմա միսը մսաջրից կհանեմ, հետո մսաջուրը կքամեմ, կպատրաստեմ ժարովի խաշլամայի համար։ Սիրելիներս, սիրում եմ թարմը մսով, սիրուն, շարեմ, հերթով, կարգով խաշլամա պատրաստեմ, բայց այս անգամ խաշել եմ, որովհետև եթե հում վիճակում շարեի, միսը չէր եփվի, իսկ կարտոշկան այնքան կեփվեր, որ լրիվ խուսան նման կլներ, այդպես էլ գեղեցիկ չէր լինի, դրա համար որոշեցի մի քիչ խաշել, հիմա համ էլ ջուրը կքամեմ։
Սիրելի հետևորդներ ջան, բոլոր բաղադրիչները պատրաստ են շարովի խաշլամայի համար։ Այստեղ արդեն կիսախաշ միսն է, որ մսաջրից հանել եմ։ Այստեղ մաքրած, լվացած սոխ, լոլիկ կարմիր, պղպեղ և կարտոֆիլ։ Ես տոմատի մածուկով եմ պատրաստում, մի թեթև գթալ տոմատի մածուկ, կարմիր աղացած պղպեղ, կծու սովորական պղպեղ և խառը թարմը կանաչի, համեմ մաղադանոց և սամիտ, այստեղ էլ մսած ջուրն է։ Սա էլ կաթսան է, որի մեջ շարելու եմ։ Արդեն սկսում եմ հավաքել խաշլաման։ Կտրում եմ շրջանաձև սոխը։ Կլոր շրջանաձև կտրտած սոխը լցնում եմ կաթսայի մեջ, առաջի շերտը սոխն եմ լցնում։ Իսկ հիմա լոլիկն եմ կտրատելու, հիմա գլխի մասը հանեմ, կոշտ մասը երկու մասի եմ կիսում և կտրում եմ կիսալուսնաձև։ Ավելացնում եմ լոլիկը սոխի վրա։ Կտրատում եմ նաև քաղցր պղպեղը բուլղարական։ Նորից կիսալուսնաձև եմ կտրատում, կարող ենք նաև շրջանաձև էլ կտրատել, գերադասեցի կտրել կիսալուսնաձև, եթե պատրաստում եք դուք ինչպես կցանկանաք, պղպեղն էլ եմ ավելացնում լոլիկների վրա։ Մի փոքր աղ ավելացնեմ պղպեղին, լոլիկին և սոխին։ Եվ կարմիր քաղցր պղպեղ ավելացնեմ։ Կարտոֆիլն եմ կտրատում, որը խոշոր է, բաժանում եմ մասերի, որը միջին չափսի է, այդպես էլ թողնում եմ, սիրելիներս։ Իսկ հիմա կտրտած կարտոֆիլը շարում եմ կաթսայի մեջ։ Կարտոֆիլը շարելուց հետո լցնում եմ նաև թարմը կանաչիները մանրացրած։ Հիմա արդեն կշարեմ միսը։
Իսկական խաշլամայի միս է, մի քիչ յուղոտ և ոսկորոտ։ Ոսկորոտ և յուղոտ մսով խաշլաման շատ համեղ է ստացվում, սիրելիներս։ Միսը շարելուց հետո հիմա պետք է մի փոքր էլ կարմիր պղպեղ ավելացնեմ։ Կծու պղպեղը արդեն արանքներում դրել եմ մսից հետո։ Նորից կշարեմ շերտ կարմիր պղպեղ և լոլիկ։ Սա կարմիր պղպեղը շարեմ, հետո լոլիկը, սոխը վերջում կանաչին։ Սիրելիներս, ուզում եմ ամեն օր ձեզանից շնորհակալությունս հայտնել ձեր բարի, ջերմ գրառումների համար։ Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքը, իմ բարի հոգատար հետևորդներ ջան։ Իսկ հիմա նաև ավելացրեցի լոլիկը։ Ավելացնում եմ կերակրի աղ մի քիչ։ Իսկ հիմա վերջում շարում եմ շրջանաձև կտրտած սոխը։ Թարմը կանաչիներ լցնեմ, մի գդալ, սիրելիներս, թեթև գդալ տոմատի մածուկի վրա ավելացրել եմ մսաջուր, լավ խառնեցի, լցրեցի նորից մսաջրի վրա, իսկ այս պատրաստված մսաջուրը կլցնեմ շարովի խաշլամայի վրա, բերանը կծածկեմ և արդեն գազօջախը կմիացնեմ։ Մի փոքր էլ աղ եմ ավելացնում, ես այս ճաշատեսակին սև աղացած պղպեղ չեմ ավելացնում, դա արդեն ճաշակի հարց է, եթե դուք ցանկություն ունեք, կարող եք ավելացնել, կխառնեմ, կրակը մի փոքր կիջեցնեմ, թող մարմանդ կրակով եփվի, չեք պատկերացնի ինչ աննկարագրելի բույր է տարածվել մեր խոհանոցում, սիրելիներս, շատ անուշ բույր է տարածվել։
մի քիչ էլ կեփի, նոր արդեն կանջատեմ։ Սիրելիներս, միասին պատրաստեցինք համեղ շարովի խաշլամա։ Տեսեք ինչ ընտիր ստացվեց։ Սուսաննա ջան, ես ձեր ցանկությունը կատարեցի, սիրելիս։ Պատրաստեցի մի համեղ անուշ ճաշ։ Այսքանը մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, խաշլաման պատրաստելուց հետո խոհանոցն էլ, գազօջախն էլ լավ մաքրեցի, բերեցի, որ փոշեկուլով լվանամ հատակը, տղաթոռս չթողեց, ինքն էլ լվանա։ Հիմա ջուրը կեղտոտվել է, տանում է փոխի, նորը լցնի, բերի։ Ապրի իմ տղան, Աստված օրհնի կյանքդ, իմ բալա։ Իմ խելոք խելացի տղա։ Տեսեք ոնց է տատիկին օգնում։ Ասում է դու նստի, ես կմաքրեմ, հոգնեցիր տատի։ Այսօր էլ այսքանը, սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի շարովի խաշլաման, ստացվեց շատ համեղ և միևնույն ժամանակ ճոխ ընթրիք։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն։